Բարի երեկո Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր ես զրուցելու եմ Տեր Զարե Աշուրյանի հետ, օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի, Տեր Հայր, մեր զրույցը ուզում եմ սկսել այսօրվա նորությունից, եթե դուք իհարկե հարկը համարեք դրան անդրադառնալ, վարչապետը եւ իր տիկինը որոշել են ամուսնալուծվել, թեև եկեղեցով երբեք ամուսնացած չեն եղել, եւ վերջերս էլ անհայտ դարձավ, հա, մեզ համար այդպես էլ պարզ չդարձավ իրենք ի վերջո օրենքով ԶԱԳՍ-ով ամուսնացան, թե չէ։ Ինչ դիտարկումներ ունեք այս թեմայի հետ կապված։ Միանշանակ ցավալի բան է, երբ որ ընտանիք է պառակտվում, անկախ ամեն ինչից, թե ում մասին է խոսքը, ավել որևիցե մեկնաբանություն այս առնչությամբ չի ուզենամ, որովհետև այս ոլորտն է, որին այսպես անձնական կյանքի վերաբերող հարցերը, որից չեմ ուզում ես անդրադառնալ, որովհետև նախ չեմ տիրապետում այն տեղեկատվությանը, ամուսնալուծվել են, թե ուղղակի որոշել են բաժանում առանձին ապրեն եւ այլն։ Միայն մի բան, որ մեզ համար ցավալի է, երբ որ որևիցե ընտանիք պառակտում է։ Կապ չունի, թե դա ում ընտանիքն է։ Տեր Հայր, Պորսո Պատրիարք Սահակ II arczepiskopos Մաշալյանը հայտարարություն տարածեց եւ ասաց, որ առաջարկում է սինոդ ստեղծել, որովհետեւ Գերագույն հոգեվոր խորհուրդը հեղինակազրկվել է պատրիարքի։ Ինչ դիտարկումներ ունեք այս հայտարարության հետ կապված։ Նախ ուզում եմ պարզաբանեք ինչ է սինոդը, որտեվ ըստ էության շատերին գուցե անծանոթ բառ է եւ բովանդակությունը եւս գուցե անծանոթ լինի, եւ նաեւ առաջարկի էության մասին խնդրում եմ խոսեք։ Սինոդը դա եկեղեցու ներքին կառավարման մարմիններից մեկն է, այդպես, որը Գերագույն հոգևոր խորհրդի մեջ ներառված անձանց ներկայությունը, այսինքն ինձ թվում է ընդհանրապես դա ավելի շատ ցանկություն է եւ առաջարկություն է, որին չգիտեմ որքանով հարկ կլինի անդրադառնալ կամ որքանով հարկ կլինի ուշադրություն դարձնել, դա ես չեմ որոշում։ Բայց ամեն դեպքում սինոդի անհրաժեշտություն մեր եկեղեցին չունի, որտեղ մեր եկեղեցին ներքին կառավարման համար բազմաթիվ մարմիններ ունի։ Իսկ հեղինակազրկվածա թե ոչ, դա որևիցե մեկը այդ գնահատական տալ չի կարող։ Որևիցե մեկը։ Եթե Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկված մարմին է, ինչով են վստահ լինելու, որ այդ սինոդը, որոնք իրանք պատկերացնում, ոնց որ իրենք պատկերացնում, որ պետք է կազմվի, հեղինակություն կվայելի։ Ինչով են պատկերացնում, կամ ոնց են պատկերացնում, կամ ինչ չափորոշներով են որոշել, որ հեղինակազրկվածը Գերագույն հոգևոր խորհրդի մարմինը։ Միայն Արման Սարոյանի կարգալուծության թեման է, այնտեղ, չգիտեմ, կամ մյուս տիրադավների կարգալուծության թեման է, հեղինակազրկում կամ հեղինակությունը բարձրացնում այդ մարմնին։ Ուղղակի սրանք կներեք չեմ ուզենա պատրիարքոր խոսքը մեկնաբանել, բայց իմ անձնական կարծիքով եւ ոչ միայն իմ այլ շատերի Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրագույն մարմիններից մեկն է եւ այն հեղինակազրկված չէ, այն գործում է, այն որոշումներ կայացնում է, դրա որոշումները որքանով են ընդունվում կամ որքանով են տեղավորվում ուրիշների պատկերացումների կամ որդեգրած օրակարգի տրամաբանությունից ներս, դա հարցի այլ կողմ է։ Հասկանալի է, բայց այդ բառը սովորաբար մենք պատմության դասագրքերից գիտենք սինոդ բառը, երբ է եղել մեր եկեղեցում սինոդ, որ պարագայում է ստանձնել կառավարումը, մի փոքր եթե կարելի է պատմական ակնարկ, վստահաբար դուք ավելի լավ եք տիրապետում։ Տեր Արարատը այս առնչությամբ բավականին երկար գրառում է արել եւ կուզենայի որ լավ կլիներ որ Տեր Արարատի գրառմանը հողում անեիք, որտեղ ավելի պատմականորեն, ավելի Տեր Հայրը, այսպես կարելի ասել, ավելի խորքային ուսումնասիրել այդ հարցը։ Չէ՞ ուզենա մակերեսային ինչ-որ բաներ ասել, դրա համար այդ հարցը կուզեմ շրջանցել ես։ Շատ լավ։ Նաեւ Պատրիարք Հայրը ասել էր, որ Արման Սարոյանի նախկին Գևորգ եպիսկոպոսի կարգալուծությունը հապճեպ էր։ Դուք որպես հոգևորական ինչ եք կարծում այն արարքները, որը
գործել է Արման Սարոյանը, այսինքն վեհապարի տնօրինությունը աշխարհիկ դատարանում քննության առարկա դարձնելը, վեհապարին եւ սրբազաններին վերաբերող տեղեկություններ հայտնելը, մի կողմ թողնենք դրանց ճշմարիտ կամ կեղծ լինելը, սա բավարար պատճառներ էին նրա կարգալուծության համար։ Արման Սարոյանի կարգալուծության թեման ոչ մի կերպ չի տեղավորվում հապճեպության սահմանների մեջ, այդ տրամաբանության մեջ, ընդհակառակը ես կասեմ դեռ ուշացած էր։ Դա միայն ես չեմ ասում, այլ բազմաթիվ հավատացյալներ, բազմաթիվ եկեղեցուն մոտ կանգնած մարդիկ այդ անհրաժեշտություն տեսնում էին Արման Սարոյանի կարգալուծության։ Պատրիարք հայրը ինչու է այդպիսի գնահատականներ տալիս, ես կարծում եմ անձնական մտերմություն ունեն Արման Սարոյանի հետ եւ դա միգուցե այնտեղից իր անձնական մտերմության արդյունքում է ինքը ցավը ապրում եւ կարծում եմ որ հապճեպ էր, բայց մամուլին տարածված տեղեկատվության համաձայն ես չգիտեմ դա որքանով է ճշմարიტացի, որքանով ոչ, այդ որոշումը կամ կարգալուծության հարցը կարգապահական ժողով կամ այդ հարցը քննարկել հենց պատրիարք հայրն է առաջ քաշել, բայց դա պետք է ճշտվի այդ ինֆորմացիան Այո, տեղեկատվությունը, մամուլն էր գրել։ այո, դրան այդ տեղեկատվության չեմ տիրապետում։ Ուղղակի մի բան, որ Արման Սարոյանը արդեն արմանուրացող է, երևի թե այն եզակի անձանցից մեկն է, որը ամբողջությամբ վայելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարեհաճությունը, հա, բոլոր հոգևորականներս ենք վայելում, բայց իր նկատմամբ համատարած իր չընկալված լինելուն հակառակ ինքը ոչ միայն հոգևորականների շրջանակներում չընկալված լինելու մասն է խոսում, հետագայում արդեն իր առաջնորդ եղած ժամանակ համայնքներում չընկալված լինելը, ինչը փաստվում է այն հանգամանքով, որ իր այդ հայտարարությանը կամ այդ որոշմանը հավատացյալներ չմիացան, բացի քպեամերձ այն վարչական ռեսուրսը, որը կենտրոնացրեցին իրեն շուրջ, հոգևորականներից ամբողջ թեմում ծառայող հոգևորականներից 3 հոգի այսպես միացան իրեն կամ չմիացան կամ հասկանալի պատճառներով, հա։ Արդեն իսկ խոսում է նրա չընկալված լինելը, չընդունված լինելը, հա։ Դրան զուգահեռ ինքը այսօր այն բոլոր հոգևորականներից, ովքեր որ միացել են այդ եկեղեցը հալած քաղաքականությանը կամ օրակարգին հարում են, դրանց մեջ ինքը առանձնանում է ինչով, տեսեք, այդ հայտարարությունը, հայտնի տխրարչակ հայտարարությունը, որը ստորագրվեց եպիսկոպոսների կողմից եւ արքեպիսկոպոսների, որոնցից մեկն էլ ինքն էր, իրենից բացի ոչ մի եպիսկոպոս ոչ անձնական թիկնազոր ունի այսօր, ոչ ոստիկանական ուղեկցություն կա, ոչ փակվե մեկուսացել է, ինչ որ հասարակությունից անջատվել է, ասենց կղզիացած վիճակում է, հա, ինչ որ ամրոց է շուրջ կառուցել ոստիկաններով, հա, եւ դարձել է անձեռնամխելի ով, չգիտեմ։ Եվ ինչպես են մեկնաբանում կամ պատճառաբանում այդ ամեն ինչը, ասում են, որ իբրև թե ինչ որ վտանգներ կա, որից իրեն ապահովագրում են այդպիսով։ Լավ, այդ ստորագրողների մեջ միայն քեզ էր այդ վտանգները կամ սպառնալիքները։ Ուրիշ ոչ մեկ այդ խնդիրը չունեցավ, որ այդ հատուկ ուղեկցություն չունի, որ հատուկ այսպես ոստիկաններով չեն ուղեկցում իր մեքենան, իր նստավայրը, որը զավթած, բռնազավթած է, ինքը ապօրինաբար, հա, Մայրաթորին պատկանող մեքենաները ծառայողական օգտագործում է իր անձնական պետքերի համար, այսօր դատարաններում բողոքներ է ներկայացնում հաշվեհամարների նկատմամբ իր, չգիտեմ, հասանելիությունը ապահովելու համար, ընդ հարկադիրը, ես իմիջ թղթեր է ուղարկում, ինքն էլ իր կողմից ինչ որ ծանոթագրեր է տալիս հոգևորականներին եւ մոմավաճառներին, վկայակոչելով դատարանի որոշումները կամ չգիտեմ ես ինչերը, այդ ամեն ինչը համագումար երբ որ վերլուծում ենք, հասկանում ենք, որ այս ամեն ինչի կազմակերպման արմատում հիմքում հենց ինքն է եղել։ Տարիներ շարունակ եկեղեցու ծոցում ինքը
թաքնված ժողովրդի մի հատ լավ խոսք ունի, ասում օծ տաքասնողին է գծում։ Այո։ Թաքնված այսպես գախտագողի հետախուզել է թե ոնց կարելի է, ինչպես կարելի է, ում հետ աշխատի, ում ինչ ասի, ում ոնց դիմի, ում ոնց համոզի, ում դեմ ինչ կոմպրոմատներ բերի, հա։ Եվ դրա արդյունքում այսօր ինքը ոչ թե վախենում է այն մարդկանցից, ովքեր որ չեն հարել այդ եկեղեցը հալած օրակարգին, այլ վախենում է նրանցից, ովքեր հարել են։ Որովհետև ինձ հասած տեղեկություններով իրենք ամեն տեղ անգամ սուրբ գրքի վրա երթվելով, ձեռք դնելով, չգիտեմ, այստեղ այնտեղ խոսելով ասում էին, որ անխուսափելի է ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը ամենաուշը սուրբ ծննդյան պատարագին միջև ինքը հրաժարական կա։ Եվ իրենց բոլոր կանխատեսումները, ծրագրերը իջիկ դարձան, որովհետև չարը չի կարող հաղթել բանուն, խավարը չի կարող հաղթել լույսին։ Եվ այսօր ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ այս մարդը ոչ թե վախենում է իր ընդդիմախոսներից, այլ հենց իր համախոհներից։ Որտեղ այդ մարդկանց ինքը ներքաշել է այդպիսի բանի մեջ եւ այսօր հեղինակազրկվել են իրենք բոլորը։ Ես այդպես եմ կարծում, գուցե սխալվում եմ, ես վերլուծելով իմ գուցե, այո, ինչ որ բաներ այստեղից այնտեղից լսելով, գուցե ինչ որ բաներ քննության առնելով, անձնական վերլուծություններ են դրանք, դատողական վերլուծություններ են, որ ինքը ավելի շատ վախենում է ոչ թե այսպես ճակերտյալ օտարներից, այլ հենց իր յուրայիններից, ովքեր իր հետ միաբանել են։ Ուղղակի անհասկանալի է, ինչով է պայմանավորված մյուս տիրադավների ազատությունը, իրենք շրջում են, գնում, գալիս են, ոստիկանական ուղեկցություն չկա եւ այլ, ու ոչ ոք իրենց չի ֆիզիկական բռնության կամ չգիտեմ ինչի ենթարկում։ Ու իր այս վախեցած վիճակը, ճեղճին վախեցած վիճակը, հասկանում եք, ինքը իրաց ստերից է վախենում։ Ինքը որևիցե մեկը առաջնորդարան կարող է այսօր գնալ Մասիս քաղաքում գտնվող այն նստավայրը, որը նախատեսված է որպես առաջնորդանի շենք, գնալ այնտեղ, որևիցե հարցով իրեն ինչ-որ բան դիմել, իրեն ինչ-որ բան խնդրել, որպես իբրև թե առաջնորդ, հա, ոնց որ իրանք են ամեն տեղ ասում։ Եթե դու առաջնորդ ես, քեզ համարում ու չես ընդունում մայրաթորի որոշումը, ինչու չես այցելում եկեղեցիներ, չես մասնակցում ժամերգություններին, չես մասնակցում միջոցառումներին, փակվել ես քո ամրոցում, ամրոց ասվածը դարձել է դա աշտարակ, ինչ որ սենց, որտեղ ինքը այն հեքիաթների հայտնի հերոսների այդպես փակված է, աշխարհից մեկուսացած եւ այլն։ Ինչու համար ես այդպես քեզ սպառնում։ Վախեցած, ումից ես վախեցած, ով է քեզ սպառնացել։ Եթե կան սպառնալիքներ, անուններ տվեք, կա օրենք քերորեն պատժելի արարքներ են, եթե մարդուն հետապնդում են կամ սպառնում են, չէ, օրենք ընդունվել է։ Անհանգստացնելը, հետապնդելը, այդ ամեն ինչ քերորեն պատժելի բաներ են։ Դե օրենքին չեղած բանն է գնում դատարաններ, չգիտեմ, որոշումներ կորզում ձեր օգտին, գնացեք դատարան դիմեք, օրենքով պահանջված ձևով կարգով այդ ամեն ինչ դերասանություն, թատերական ներկայացում է։ Այսինքն իր երազանքներ մանկուց այդպիսի բան ուշադրության կենտրոնում լինել, այդպիսի, չգիտեմ, անվտանգության, հա, ծառայողներով շրջապատված։ Ինքնիանում տեղ է դրել, գուցեև այն որ նստում էր իր թիկնաթոռի մեջ, սիգար էր ծխում, հա, եւ այնտեղ վիսկի էր խմում, ինքը իրեն գուցե տենց էր պատկերացնում, որ ինքը այդպեսին պետք է լինի, ինքը պետք է թիկնաթոռի մեջ նստի, սիգար ծխի, սուրճ խմի կամ չգիտեմ, ինչ որ բաներ այնտեղ, հա, այս կամ այն ռեստորանից, որ օգնություններ ենք բերում, տանենք, բաժանենք Արցախից տեղահանված, բռնի տեղահանված ժողովրդին, այդ դրանց կեսը դներ իր սառնարանում, հետո հանել ուտել, սենց վայելել, շատ բաներ կա, էլի, որ ես չեմ ուզում շատ մանրանամ, ուղղակի ծիծաղելի այդ թատերական ներկայացումը։ Ամբողջությամբ ծայրից ծայր թատերականացված, բեմադրված երևույթ է դա։ Ոչ ոք իրեն ոչ մի ձև չի սպառնում։ Ոչ ոք։ Ինքը իրենից է վախենում։ Ապացույցը, որ ոչ ոք իրեն ոչինչով չի սպառնում,
Այն մյուս հոգևորականներն են նախկին թե ներկա, ովքեր ազատ շրջագայում են, ովքեր խնդիր չունեն, ոչ ոք իրենց չի սպառնում, ոչ ոք իրենց չի ահաբեկում։ Ընդհակառակ իրենք են ահաբեկում իրենց հողության ներքո ծառայող հոգևորականներին։ Տեր հայր, այդ մյուս հոգևորականներին կարգալույծ անելու հիմքեր կան, թե ոչ, որովհետև շատերը մինչ այժմ օրինակ Նավասարդ Կճոյանի հետ կապված arczepiskopos հարց է առաջանում, ինչու չի կարգալույծ արվում Նավասարդ Սրբազանը։ Ես առիթ ունեցել եմ այս մասին խոսեմ, վեհապարի համբերությունը եւ զսպվածությունը նման որոշումների հետ կապված ակնհայտ է։ Քանի դեռ մարդը բոլոր կամուրջները չի այրել, հա, նման որոշման չի գնում վեհապար հայրապետը։ Մեր նպատակը շահելն է եւ ոչ թե կորստելն է։ Յուրաքանչյուր առումով, թե հոգևորականների, թե աշխարհականների, մեր հավատացյալների իմաստով, մեր նպատակը շահելն է, որտեղ եկեղեցու առաքելության հիմքը հոգեփրկությունն է։ Ապաշխարությունը մենք չենք մերժում։ Իսկ ինչ վերաբերում է Արման Ուրացողին, թե ինչու այդպես եղավ, որտեղ Արման Ուրացողը բոլոր կամուրջներն այրեց, ինքը սկսեց զրպարտչական տեղեկատվության քարոզչական մեքենայի կարևորագույն էլեմենտը դառնալ, հա, ամեն տեղ գնում էր, խոսում էր իբրև թե վեհապար հայրապետը պետական դավաճան է, իբրև թե չգիտեմ, դա սուտ եւ կեղծիք էր։ Մեր ընկալմամբ, որը բնականաբար ավետարանական հիմք ունի, մարդ երբ որ սխալվում է, իրեն պետք է զգուշացնել։ Տեսեք ավետարանը ոնց է սովորեցնում, եթե եղբայրդ խոտորվել է, սխալվել է, ճշմարիտ ուղուց, իրեն զգուշացրու։ Եթե չի լսի, երկուսով արեք դա։ Եթե դա չի լսի, համայնքով արեք։ Եթե այս էլ չի օգնի, չի շտկվի այդ մարդը, չի ուղղվի իր խոտոր ընթացքից, կտրեք որպես հեթանոսի։ Այսինքն, երբ որ մարմնի որևիցե անդամ ախտահարվում է եւ բուժելը հնարավոր չէ այլևս, այն վիրահատության միջոցով հեռացնում, որ մյուս առողջ բջիջներին չի վնասվի։ Չէ՞։ Այո։ Իր բարագայում ինքը այդ ախտահարված մարմնի այդ մաստեր, անդամներ, որը ոչ թե միայն առողջանալու ընդհանրապես նշույլ չկար կամ հույս չկար, այլ ընդհակառակ ինքը ամեն կերպ ուզում էր իր հետ ախտահարել մյուս առողջ բջիջներին։ Դա անում էր օգտագործելով այսօրվա իշխանություններին պատկաներկու գտնվող բոլոր լծակներով։ Ես ընդհանրապես մի բան, որ եթե ինքը այդքան սիրված, ընկալելի, ընդունելի անձ է եղել, հա, ծառայել է ճիշտ հոգևորականի պես, իրեն տրված առաքելություն ինքը կատարել է իդեալական, ոնց որ պահանջվում հարկ է, ինչից է վախենում ինքը։ Թող ազատ թողնի այդ ոստիկաններին, ասի գնացեք տղեր ջան, դուք մի տուն ընտանիք ունեք։ Ձեր տանը գիշեր, մի եկեք այդտեղ մեքենաների մեջ գիշերեք։ Հա? Գնացեք ձեր տները։ Իրական հոգևորականը այդպես կներ։ Քրիստոս ոչ մի թիկնապահով չշրջեց, ոչ մի թիկնապահով։ Ինքը որ ասում է, այնտեղ մանիպուլացնում է ավետարանական ճշմարտությունը, հա? Ասում է Պողոս առաքյալը ինչպես պահանջեց Հռոմի դատը։ Այդ նույն բանը եւ այ վկաներ դատարանում ինձ էլ է, ոնց որ նույն մարդ է տեքստը գրած տվասն ինձ։ Պողոս առաքյալը ինչու Հռոմի կայսեր դատը պահանջեց։ Որովհետեւ իր նպատակը այն չէր, որ այնտեղ ինքը չէր կարծում որ այնտեղ պիտի արդարացնեն։ Ինքը վստահ էր, որ այնտեղ ինքը նահատակվելու է։ Իր նպատակն այն էր, որ ինքը հասներ Հռոմ եւ այնտեղ քարոզեր Քրիստոսի ավետարանը։ Եվ ոչ թե իրեն այնտեղ արդարացնելու ակնկալիք ուներ, որ Հռոմի կայսրը իր հանդեպ արդարացի դատավճիռ կայացներ։ Անկամ ավետարանական ճշմարտություններն են սրանք մանիպուլացնում, կեղծում իրենց չարիքի այդ օրակարգին, չգիտեմ, բացատրություններ կամ տրամաբանություն հաղորդելու համար։ Անչափ շնորհակալ եմ զրույցի համար, Տեր հայր։